Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խորհրդարանը շարունակում է քննարկել Արամ Վարդևանյանի ընտրության հարցը, ինչ որոշում է կայացրել իշխանությունը։ Եկեղեցու և իշխանության միջև հակասությունները տարբեր ժամանակներում ունեցել են ծանր հետևանքներ, ինչ կարող է Հայաստանին հուշել անցյալի փորձը։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, ինչ է փոխվել այս մեկ տարում և ինչ են ստացել կողմերը։ Վաշինգտոնը խաղաղության հաջորդ փուլը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման հետ, ինչ փուլում է թրիփ նախաձեռնությունը։ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները մոտենում են կարևոր հանգրվանի, ինչ է պետք Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Խորհրդարանը շարունակում է քննարկել ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Խմբակցությունների ղեկավարներն արդեն ներկայացրել են իրենց վերջնական խոսքը, ամփոփիչ ելույթով էլ հանդես է եկել Արամ Վարդևանյանը։ Իսկ թե իշխող քաղաքացիական պայմանագիրը բավարար ձայն կտա ընդդիմության թեկնածուին, պարզ կդառնա քիչ անց, բայց նշեմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը խոստացել որ իշխող ուժը ընդդիմադիր թեկնածուի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ։ Ազգային ժողովն ավելի վաղ ընտրել էր ՔՊԱ-ական փոխնախագահներին Հայկ Խոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Օրենքի համաձայն երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։ Նշեմ, որ ուրբաթ ընդդիմադիր падգամավորները կեսերույց հետո լքել էին ազգային ժողովի նիստերի դահլիճը և մեկնել Էջմիածին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու համար։ Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատում էին կաթողիկոսին և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներին։ Նիստը սակայն տևել է ընդամենը մոտ 30 րոպե։ Դատավորը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննել։ Պետության և եկեղեցու միջև տարաձայնությունները սակայն նոր երևույթ չեն։ Տարբեր ժամանակաշրջաններում նման հակասությունները թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում վերածվել են լուրջ քաղաքական ճգնաժամերի, երբեմն ազդելով նաև երկրների հետագա պատմության վրա։ Ինչ կարող է հուշել անցյալի փորձը պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին, ռեպորտաժում։ Այսօրը կարող է իր տեղն ունենալ սերունդների դասագրքերում։ Ամենայն հայոց կաթողիկոսը կանգնում է դատարանի առաջ կամ այլ կերպ ասած Հայաստանի նորագույն պատմության ամենախոր հակամարտություններից մեկը տեղափոխվում է դատարանի դահլիճ։ Արձագանքը վաղուց հատել է Հայաստանի սահմանները։ Ռոյթերսից մինչև միջազգային իրավապաշտպաններ, ՀԲԸՄ-ից մինչև Երուսաղեմի հայոց պատրիարքություն հնչում են մտահոգություններ։ Իսկ պատմությունը հիշեցնում է պետության և եկեղեցու բախումները հաճախ փոխել են ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրների ճակատագիրը։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները։ Գործն առնչվում է Մասցայոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքին։ Մայրաթորն ու պաշտպանական կողմը մեղադրանքը մերժում են այն դիտարկելով որպես եկեղեցու ներքին ինքնավարությանը վերաբերող հարց։ Ռոյթերսն այս դատավարությունը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների և հայ առաքելական եկեղեցու միջև խորացող հակամարտության նոր փուլ։ Մտահոգություն են հայտնել միջազգային իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Մեծի տան Անկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Նրանց հիմնական շեշտադրումը մեկն է՝ եկեղեցու ինքնավարության և պետություն-եկեղեցի սահմանների հարցը։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ է հիշում, երբ պետության և եկեղեցու բախումները վերածվել են երկարատև ճգնաժամերի։ 4-րդ դարում Պապ Թագավորը փորձեց սահմանափակել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը, կրճատելով հոգևորականների որոշ արտոնություններ և փորձելով ուժեղացնել թագավորական իշխանությունը։ Նրա քաղաքականությունը եկեղեցու հետ լուրջ հակասությունների պատճառ դարձավ, իսկ թագավորի սպանությունից հետո այդ բարեփոխումների մի մասը չպահպանվեց։ 1903 թվականին ռուսական կայսրության հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը պետական վերահսկողության տակ վերցնելու որոշումը առաջացրեց հասարակական լայն դիմադրություն, բողոքի ցույցեր և բախումներ։ Ի վերջո իշխանությունը ստիպված եղավ մեղմել քաղաքականությունը և հետ կանգնել
վերականգնել որոշ սահմանափակումներից։ Խորհրդային Միությունում 1930-ականների հակակրոնական արշավի տարիներին փակվեցին հազարավոր եկեղեցիներ, հալածվեցին ու բռնադատվեցին բազմաթիվ հոգևորականներ։ Այդ շրջանի զոհերից էր նաև Բագրատ arczepiskopos Վարդազարյանը, սակայն տարիներ անց խորհրդային իշխանությունն էլ ստիպված եղավ փոխել քաղաքականությունը եւ գոնե մասամբ վերականգնել եկեղեցու գործունեությունը։ Հռոմեական կայսրությունում առաջին դարերում քրիստոնյաները ենթարկվում էին հալածանքների, իշխանությունների կողմից դիտարկվելով որպես վտանգ։ Սակայն 313 թվականին Կոստանդին Մեծը օրինականացրեց քրիստոնեությունը, իսկ 380 թվականին այն դարձավ կայսրության պետական կրոնը։ Այնինչ ժամանակին ճնշվում էր իշխանության կողմից, հետագայում դարձավ պետության հիմքերից մեկը։ Անգլիայում 16-րդ դարում թագավոր Հենրի 8-րդի հակամարտությունը Հռոմի պապի հետ հանգեցրեց կաթոլիկ եկեղեցու հետ խզման եւ անգլիական եկեղեցու ստեղծմանը։ Սակայն այդ որոշումը երկիրը տարավ տասնամյակների կրոնական պայքարների, ներքին բաժանումների եւ քաղաքական ցնցումների։ Չինաստանում կոմունիստական իշխանությունները տասնամյակներ շարունակ փորձել են վերահսկել կրոնական կառույցները, ստեղծելով պետական վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ։ Սակայն կրոնական համայնքները պահպանվել են, իսկ պետություն-եկեղեցի հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ եկեղեցի պատմություն բախումը մտնում է նոր իրավական փուլ, որի ընթացքն ու հանգուցալուծումը դեռևս դժվար է կանխատեսել։ Մեկ տարի առաջ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ խաղաղության գործընթացը հասել է պատմական հանգրվանի։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է։ Բայց մինչ հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը, անցած մեկ տարում Ադրբեջանի նախագահը եւ նրա վարչակազմի պաշտոնյաները բազմիցս առաջ են քաշել Բաքվի նախապայմանը, պահանջելով Հայաստանի սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին վերաբերող հղումը։ Մեկ տարի անց, սակայն, հարցերը շատ են։ Ինչ է իրականում փոխվել, որքանով է խաղաղության գործընթացն առաջ գնացել եւ ի վերջո ինչ է ստացել Հայաստանը եւ ինչ Ադրբեջանը։ Հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Մեկ տարի առաջ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը, Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները հայտարարեցին խաղաղության գործընթացի պատմական հանգրվանի մասին։ Այսօրվա իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն այդ օրը կոչում է խաղաղության գագաթնաժողով, իսկ ստորագրված համատեղ փաստաթուղթը խաղաղության հռչակագիր։ Բայց ինչ է ստացել Հայաստանը այդ խաղաղության դիմաց, ինչ է ստացել Ադրբեջանը եւ որքանով են այդ ձեռքբերումներն իրականում համարժեք։ Թե Ադրբեջանի ու թե Փաշինյանի իշխանության համար այս ընթացքում հիմնական ձեռքբերումը այսպես կոչված թրիփն է, որը եթե Ադրբեջանի համար ունի գլխավորապես քաղաքական նշանակություն, հետո նաև լոգիստիկ նշանակություն եւ միայն վերջում տնտեսական, ապա Հայաստանի համար սրա միակ նշանակությունը տնտեսական է, ընդ որում սա էլ կասկածելի է, որովհետեւ չկա համապարփակ ուսումնասիրություն, թե ինչպիսի տնտեսական հնարավորություններ կարող է տալ թրիփը Հայաստանի Հանրապետության։ Փաշինյանի ներկայացրած գլխավոր ձեռքբերումը թերևս խաղաղությունն է, սահմանին ռազմական էսկալացիայի բացակայությունը, սակայն օրվա իշխանությունը ոչ պակաս կարևորում է երկու երկրների միջև տնտեսական փոխադարձ կապը։ Կապ, որի արդյունքում Ադրբեջանից 17 միլիոն դոլարի պարբերական ներմուծումների դիմաց Հայաստանից Ադրբեջան է գնացել միանվագ 960 դոլարի ապրանք։ Վարդեր, որ Նիդերլանդներից Ադրբեջան անցան Հայաստանի տարածքով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առավել փոխկապակցվածության օրինակ, քան սովետական միության օրինակներ հնարավոր չի նշել, բայց նույնիսկ այդ պարագայում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը այսպես առավելագույն փոխկապակցվածության մակարդակի էին հասել, նույնիսկ այդ պարագայում հակամարտությունը ջնջեց բոլոր փոխկապակցվածության առաջնահերթությունները։ 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփի նվերը երկու կողմերին թերևս թրիփներ։ Փաշինյանը հայտարարում է, որ այն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը եւ Հայաստանը տարածաշրջանային տնտեսական առանցք է դարձնելու։ Թրամփի ուղին օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք թրիփ նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։
Մեկ տարի անց, սակայն, Հայաստանի համար չլուծված են մնում ամենացավոտ հարցերը։ Սահմանազատման գործընթացը կանգ է առել և շարունակության մասին ոչ մի խոսք, իսկ Բաքվի բանտում օրեցօր վատանում է հայ գերիների վիճակը։ Այս ֆոնին Փաշինյանն իր ուղերձում նույն հարթության վրա է դնում արցախահայերի վերադարձի և այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման։ Եթե կարելի է տեսականորեն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին գտնել անալոգ, դա բացառապես Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի հետևանքով Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայերի օրինակն է։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի խնդիրը բացարձակապես այլ խնդիր է, որը աղերս չունի սրանց հետ։ Եվ սրանք նույնացնելը ես կարծում եմ ընդամենը քաղաքական որոշում է եւ կապ չունի թե գիտական, թե մնացած ասպեկտների հետ։ Փաշինյանի այսօրվա ուղերձի ամենավիճահարույց հատվածներից մեկը, սակայն, այլ տեղում է։ Նա հայտարարում է, որ այսօր շատերը նպատակադրված կամ ակամա գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, այդ գործունեությունը երբեմն քողարկելով հայրենասիրական բառապաշարով։ Սակայն չի նշում կոնկրետ ում մասին է խոսքը։ Քաղաքագետի պնդմամբ, այս ձևակերպմամբ իշխանությունը վտանգավոր կերպով խաղաղությունն ու պատերազմը վերածում է ներքաղաքական ընտրության, այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերի հիմնական մասը խաղաղությանը դեմ չի եղել, այլ վիճարկել է հենց իշխանության առաջարկած խաղաղության տրամաբանությունը։ Գիտեք, այդ մասը երբ կարդում եմ եւ հիմա երբ հարցը հնչեցնում եք, այսպես պատմականորեն տեղափոխվում ենք Ֆրանսիա, երբ շիական կառավարությունը Շարլ դե Գոլին հայտարարում էր ազգի թշնամի, պետության դավաճան, ով դեմ է խաղաղությանը, թե հոգեբանական տեսանկյունից, թե մնացյալ առումներով, ես տեսնում եմ անալոգ, ով համաձայն չի այս կուրսի հետ, նա թշնամի է, նա դավաճան է, նա դեմ է խաղաղությանը, եւ սա փորձ է խաղալ հասարակության նյարդի հետ, հասարակությանը տրամադրել մեկը մյուսի դեմ։ Փաշինյանը հրապարակեց երկար ուղերձ, խոսելով խաղաղության, գերիների, Հայաստանի պատմական ձեռքբերումների և թրիփի մասին։ Իլհամ Ալիևը առհասարակ ուղերձ չհրապարակեց։ Փոխարենը Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց Փաշինյանի հետ նրա հեռախոսազրույցի մասին։ Զրույցի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են նրանից, ինչ ասվել էր Փաշինյանի ուղերձում։ Զանգի ընթացքում խոսք չի եղել գերիների մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախնական նախաստորագրման վերաբերյալ։ Կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքից Հայաստան եւ Հայաստանից այլ ուղղություններով։ Փաշինյանը ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության ոչինչ չի խոսել նաև իր ձևակերպմամբ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ արևմտյան Ադրբեջանի և արցախահայերի վերադարձի թեմաները բացառելու վերաբերյալ։ Այսպիսով, մեկ տարի անց Հայաստանի իշխանությունը խաղաղություն ասելով դիտարկում է այն, որ սահմանին կրակոցներ չեն լսվել, բայց խաղաղության դիմաց բացակայում են առավել կենսական հարցեր։ Չկա վերջնականապես վավերացված խաղաղության համաձայնագիր, չկա լուծված գերիների հարց, չկա ավարտված սահմանազատում։ Փոխարենը կա թրիփը, կա Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ուստի օգոստոսի 8-ի մեկամյակի գլխավոր հարցն այն չէ, խաղաղություն է թե պատերազմ։ Հարցն ավելի խորն է, ինչպիսի խաղաղություն ենք մենք կառուցում, ինչ գին ենք վճարում դրա համար և ինչ ենք ստանում դրա դիմաց։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մեկամյակի առիթով Միացյալ Նահանգները շեշտել է, որ խաղաղության գործընթացը պետք է վերածվի նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, իսկ թրիփ նախաձեռնությունը աստիճանաբար իրականություն է դառնում։ Ըստ Ռուբիոյի, Հայաստանում արդեն սկսել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին։ Այսինքն, Վաշինգտոնի գնահատմամբ խաղաղության կարևոր արդյունքներից մեկը ոչ միայն սահմանին կայունությունն է, այլև տարածաշրջանային կապերի և տնտեսական համագործակցության զարգացումը։ Տարածաշրջանային այս գործընթացին աջակցում է նաև Թուրքիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով Հարավային Կովկասի կայունությունն անմիջականորեն կապված է նաև Թուրքիայի անվտանգության հետ։
Մինչ միջազգային գործընկերները խոսում են խաղաղության և տարածաշրջանային կապերի ընդլայնման մասին, Հայաստանում շարունակում են հնչել հարցեր, որոնք ընդդիմության գնահատմամբ առանցքային են խաղաղության ամբողջական լինելու համար։ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների վերադարձի և մյուս հումանիտար հարցերի լուծումը չի կարելի առանձնացնել խաղաղության գործընթացից։ Նրա խոսքով իրական խաղաղությունը ենթադրում է արցախահայության սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։ Իսկ Բաքվում պահվող հայերի վերադարձը պետք է լինի հումանիտար հարցերի վերջնական կարգավորման կարևոր պայմաններից մեկը։ Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։ Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը, քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող Արևմտյան Ադրբեջան թեզի հետ։ Եթե Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։ Իդեպ ինձ հայտնեցին, որ Արամ Վարդևանյանը ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ 53 կողմ 0 դեմ հարաբերակցությամբ։ Հորմուզի նեղուցի շուրջ վիճակը շարունակում է անորոշ մնալ։ Մի կողմից Իրանը հայտարարում է, որ Օմանի հետ նավագնացության նոր ուղիների շուրջ համաձայնությունը մոտ է վերջնական փուլին, մյուս կողմից Թեհրանը շարունակում է պնդել, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել իր ներկայացրած մի շարք պայմանները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով Օմանի հետ բանակցություններում արդեն առաջընթաց կա և Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը վերջնական փուլում է։ Սակայն բանակցություններում արձանագրված առաջընթացը դեռ չի նշանակում, որ նեղուցն ամբողջությամբ կվերաբացվի։ Իրանը շարունակում է պնդել, որ դրա համար նախ պետք է կատարվեն Թեհրանի ներկայացրած պայմանները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել այդ պահանջները։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով Թեհրանը պահանջում է դադարեցնել Իրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողություններն ու սպառնալիքները, վերացնել պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը, դուրս բերել ամերիկյան ուժերը Իրանի շրջակա տարածքներից և փոխհատուցել պատերազմի հետևանքով պատճառված վնասները։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Դոնալդ Թրամփի և նրա հիմնած Խաղաղության խորհրդի Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը։ Նա հայտարարել է, որ Իսրայելի բանակը զորքը դուրս չի բերի, մինչև Համաս խմբավորումը լիովին չզինաթափվի։ Երբ ես ասում եմ, որ Համասը պետք է զինաթափվի, նկատի ունեմ նաև ծանր զենքերը, բոլոր տեսակի զենքերը, և մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե կեղծ զինաթափման մասին, ասել է Նեթանյահուն կառավարության նիստի սկզբում։ Համասի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի Խաղաղության խորհրդի մշակած ճանապարհային քարտեզին։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին և միջնորդներին ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեին Մոհսեն Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչն ազգային անվտանգության գերագույն խորհրդում։ Մինչ այս Ռեզային Իրանի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդականն էր։ Նա Միացյալ Նահանգների հարցում կոշտ գծի կողմնակից է և բազմիցս կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հանդեպ ճնշումն ուժեղացնելու ուկտին։ Դամասկոսն ու Մոսկվան հուշագիր են ստորագրել Սիրիայում Ռուսաստանի ներկայության վերակազմակերպման վերաբերյալ, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հղում անելով երկրի արտգործնախարարությանը։ Համաձայնագրի համաձայն քաղաքացիական օբյեկտները կփոխանցվեն Սիրիայի վերահսկողությանը, իսկ ռուսական ռազմաբազաները կդառնան համատեղ ուսումնական կենտրոններ։ Նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսը կստանձնի Հմեյմի օդանավակայանի և Տարտուսի նավահանգստի 4-րդ առևտրային նավամատույցի քաղաքացիական վերահսկողությունը, թույլ տալով դրանց աստիճանական
ինտեգրումը երկրի քաղաքացիական կառուցվածքին։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս լուրը։ Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան Օլեսիա Իլաշչուկը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Պատճառն օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ հարևան Ռումինիայից Բուլղարիա մտած անօդաչու սարքը պայթել է տրանսբալկանյան գազատարի մոտ Դաշտում։ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բեկորների նախնական վերլուծության համաձայն այն պատկանում է Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ չկա որևէ հիմք կարծելու, որ միջադեպը դիտավորյալ է եղել։ Ֆրանսիայում իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 400 մարդու դիտավորյալ կամ պատահաբար անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով։ Ձերբակալված 420 անձանցից 166-ն անչափահասներ են։ Գործերից մեկով 23-ամյա մի տղամարդ մեղադրվում է անցյալ ամիս Վարի դեպարտամենտում 5 օր շարունակ դիտավորյալ 10 հրդեհ առաջացնելու համար։ Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում եւ 150,000 եվրո տուգանք։ Արտարոց դեպք է տեղի ունեցել օդում։ Մալայզիայից Հնդկաստան թռչող ինքնաթիռի ուղևորը փորձել է բացել վթարային ելքի դուռն ավելի քան 9 կիլոմետր բարձրության վրա։ Մյուս ուղևորները ոլորել են նրա ձեռքերը եւ կապել։ Ավելի ուշ նրան ձերբակալել են, իսկ թե ինչու էր որոշել օդում բացել ինքնաթիռի վթարային դուռը, պատասխանել է՝ այդպես էի ուզում։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոյի երկրպագուներն էլ հայտնվել են անհարմար դրության մեջ։ Օգոստոսի 8-ի կեսօրին Մադեյրայի Ֆունշալ քաղաքի տաճարում հավաքվել է մոտ 2000 մարդ ֆուտբոլիստի եւ Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողությունը դիտելու, սակայն ականատես են եղել այլ զույգի արարողությանը։ Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ իր հարսանիքը տեղի կունենա աշխարհի առաջնությունից հետո, սակայն նա չէր նշել ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։ Սակայն բրիտանական The Sun-ը գրել էր, որ հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ֆունշալ քաղաքի տաճարում։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Օգոստոսի 10-ից 15-ը երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ եւ սառը օդային հոսակների ազդեցության տակ։ Հիդրոմետից հայտնում են, որ օգոստոսի 10-ից 11-ը օգոստոսի 9-ի համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 4-ից 6 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 32-ից 34, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին եւ գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հոտառատ եւ ցավոք հնարավոր է նաեւ կարկուտ ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչեւ 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, ցերեկային ժամերին առաջիկա 5 օրերին չի գերազանցելու 33-ից 35 աստիճան։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։